Երևանի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է նաև խաչալվայի կամ խաչահանգստի արարողություն։ Աղոթքով և խաչին նվիրված շարականների երգասացությամբ քահանան խաչով օրհնում է ջուրը, երկնային Տիրոջից խնդրելով հոգևոր և մարմնավոր բժշկություն բոլոր նրանց համար, ովքեր կխմեն դրանից։ Արարողության ժամանակ ընթերցվում է նաև Եղիսե մարգարեի աղտոտված ջուրը մաքրելու և այն մարդկանց ու կենդանիների համար ըմպելի դարձնելու մասին հին կտակարանյան պատմությունը։ Մեր եկեղեցում շատ տոների և արարողությունների ժամանակ է, որ ջուր է օրհնվում՝ պատարագ, մկրտություն, Սուրբ Ծնունդ, Տնօրհնեք, Ոտընլվա և այլն։ Առհասարակ ջրի հրաշագործ հատկության մասին շատ սուրբգրային վկայություններ կան։ Մարդիկ այսօր էլ հավատում են օրհնված ջրի զորությանը և հոգևոր ուրախություն ապրում դրանով։ Քրիստոս ասում է, չէ, ես եմ, ով որ գա դեպի ինձ, երբեք չի ծարավի, այսինքն նաև այդ խորհրդով է օրհնվում ջուրը, որպեսզի մենք բոլորս այդ Քրիստոսի կյանք պարգևող այդ խոսքերի համաձայն մենք էլ կարողանանք այդ կյանքի ջուրը ունենալ։ Լուսահոգի Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի նախաձեռնությամբ և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ արդեն մի քանի տարի է շատ եկեղեցիներում կատարվում է խաչալվայի արարողությունը։ Հատկապես հիմա մեծ պահքի ընթացքում այն ավելի է կարևորվում հավատացյալների համար։ Այսօր եկեղեցում ընտանիքիս անդամների հետ եմ, բալիկիս հետ հաճախ եմ գալիս, մենք ամեն կիրակի պատարագի ենք մասնակցում, այժմ պահքի շրջանն է, լավագույն շրջան ինքնամաքրման։ Գիտեք, պահքի շրջանում հաղորդություն չենք ստանում և օրհնած ջուրը ոնց որ մխիթարանք լինի մեզ։ Մեզ բոլորիս, ով կարիք ունի, կարող եմ մի քիչ տալ, որպեսզի օրհնվենք, միշտ առողջ լինենք Աստծո օրհնանքի համար։ Սովորության համաձայն եկեղեցուց տարված օրհնված ջրով մարդիկ ցողում են նաև իրենց այգիները, տունը, մառանը, մսուրը, առատ հունձք և առողջ սերունդ ունենալու հավատով։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։